Մի օր դեռ Արցախում արցախցի գրող Հերմինե Ավագյանը նամակ է ստանում ֆրանսիացի գրողից։ Նա հետաքրքրվում է ինչպես են ապրում, ինչ են զգում պատերազմից հետո, ինչպես է Հերմինեն ստեղծագործում ու ինչ է գրում։ Այդպես սկսվում է գրական նամակագրությունը։ Նամակներ, որ գրում են Արցախում ու կարդում Ֆրանսիայում, հուզիչ ու թախծոտ հուշեր արթնացնող նամականի, որ դարձավ գրական կամուրջ երկու հեռավոր, բայց հարազատ աշխարհների՝ ֆրանսիացի երաժիշտ, լրագրող Ուլիս Մանեսի եւ արցախցի բանաստեղծ գրող Հերմինե Ավագյանի միջև։ Ուղարկում եմ իմ առաջին նամակը Փարիզից։ Շնորհակալություն բարի լուրի համար, որը կիսում եք ինձ հետ, իմ երկրի համար դժվարին եւ անորոշ այս օրերին։ Հերմինեն Ուլիսին իր բանաստեղծական շնչով ու հուշերի նուրբ թելերով տանում է Արցախի թաքնված արահետներով, որտեղ մանկության երանգներն ու հայրենի յուղի բույրերը խառնվում են պատերազմի մշուշին։ Գիրք, որ ծնվեց պատերազմի ու Արցախի կորստի օրերին, երբ ֆրանսիացի երիտասարդն անհանգիստ ու տագնապած սպասում էր իր նամակի պատասխանին։ Նամակներ գրված լուսավոր կարոտով, զրույցներ, որտեղ բառերը չեն կարող փոխանցել հայրենի տունը լքելու ցավը։ Ողջույն սիրելի Ուլիս, դուք ինձ հարցրել եք, թե ես երբ ու ինչ պայմաններում եմ ստեղծագործում։ Ասեմ միայն գիշերն եմ գրում, որովհետև Արցախի կորեստից հետո ինձ մոտ անքնության շրջան է սկսվել։ Սիրելի Հերմինե, լեռների տիրուհի, համացանցը փորփրեցի ու մի քանի հոդված կարդացի Շուշիի մասին։ Լուսանկարներով տեսա Շուշիի հոյակերտ հազանչեցոց տաճարը, որը կրում է հաջորդական ողբերգությունների հիշողությունն ու անցյալի վերքերը։ Երկլեզու հայ-ֆրանսիական գիրք, որ ծնվեց երկու օտար հոգիների հանդիպումից, հուշեր նամակներով, որ ապրելու են ժամանակից դուրս ու տարածությունից անդին։ Հերմինե Ավագյան, Ուլիս Մանես, նամակներ դրախտից, որտեղ ոչ ոք չկա, Արցախ, Ֆրանսիա։